Ցուցադրման հովանավոր Նոր տուն, ջերմություն ձեր ընտանիքում։ Նոր տուն խանութների ցանցի հերթական անակնկալը ձեզ համար։ Եվրոպական լամինատե հատակների մեծ տեսականուց ձեռք բերեք ցանկացած մոդել եւ ստացեք 20% զեղչ, բայց սա դեռ ամենը չէ։ Մինչև հուլիսի 1-ը գնումներ կատարելու դեպքում կստանաք նաեւ բարձրորակ շրիշակներ, ձայնա եւ ջերմամեկուսիչ պարալոն, հատակը մաքրելու բարձրակարգ գերմանական հեղուկ։ Նոր տուն, ջերմություն ձեր ընտանիքում։ Բարի երեկո, այսօր հերթական ուրախալի լուրը ստացանք, հերթական ուրախալի հաղորդագրությունը։ Իրականություն են դառնում տեղեկություններն այն մասին, որ Հայաստանում էլեկտրաէներգիան սակագինը բարձրանում է։ Բանավոր խոսք ասում են ճակերտներ չի սիրում, բայց թե պարզ է չէ, որ ուրախալի լուր, ուրախալի հաղորդագրություն բառակապակցությունները ճակերտների մեջ։ Ինչ է տեղի ունեցել։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ 2 ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի եւ պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները, սա մեջբերում է այսօր տարածված հաղորդագրությունից, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է այսօր հաղորդագրությամբ հանդես եկել, եւ ինչ է պարզել, որ 2014-ից 15 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ։ Ուստի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք ընդունելով էներգետիկայի մասին օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ 6-րդ մասերը իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի եւ անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 միլիարդ դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ Այսքան լրացուցիչ գումար։ Ընկերությունում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3.8-ից մինչև 4.3 դրամ կիլովատժամի սահմաններում ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Այսքան երկար նախաբանից հետո ներկայացնեմ այսօրվա զրուցակցից իրազեկ եւ պաշտպանված սպառող կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյան։ Բարի երեկո։ Ձեր կազմակերպության հենց անվանումը ենթադրել է տալիս, որ կարևորում եք սպառողների պաշտպանությունը նախ եւ առաջ, սպառողների իրավունքների պաշտպանությունը նախ եւ առաջ իրազեկվածությամբ, հա։ Հիմա այս հաղորդագրությունը ընթերցելիս կարող ենք ասել, որ մենք պատշաճ իրազեկվել ենք։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, եկեք, եթե ի սկզբանե անվանմանը գնացինք, եկեք փաստենք, հա, դեռ 1965 թվականին առաջի անգամ կիրառվեց սպառող իրավունք եւ պաշտպանվածություն տերմինը եւ սահմանվեցին համապատասխան իրավունքները, որոնք առանձնատուկ դեր ունեն սպառողի տեղեկացված լինելու իրավունքը եւ խոսքը տեղ հասցնելու իրավունքը, հա, ձայնի իրավունքի մասին խոսվեց սպառողի եւ այստեղ վստահաբար բոլորս ենք հասկանում, որ սա ընդամենը իմիտացիա է ստեղծված, որպեսզի սպառողին թվա թե տեղեկացվածությունը, հա, որովհետեւ նախ փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացված չէ եւ երկրորդ հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը խիստ միգուցե լինի իմ գնահատականը, համենայն դեպս երևի թե Հայաստանի Հանրապետություն ամենաանտարբեր պետական մարմինն է, որը երբևէ եղել է։ Բայց այս պարագայում պիտի լիներ ամենատարբերը։ Իրականում ոչ միայն այս պարագայում, այլ մի շարք այլ հարցերի շուրջ, բայց տեսել ենք, որ ունենք, հա, պարենային ապրանքների խնդիր, ոչ պարենային ապրանքների խնդիր, ունեն երկու ոլորտները վերահսկող կառույցներ ունեն բազմաթիվ թերություններ, բայց բացարձակ անտարբերություն համենայն դեպս իրենց ոլորտների նկատմամբ նման խիստ գնահատական չեն կարող։ Միգուցե ոչ պրոֆեսիոնալ է մոտեցումը, հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի մոտեցումը բացառապես խիստ անտարբերության տիրույթից մեկ քայլ առաջ գնալ չի կարող։ Հիմա շատերի մոտ կարող է թվալ, թե գնահատականս ուղղակի խիստ է, բայց ուղղակի ուզում եմ բերել ընդամենը մեկ տիպիկ օրինակ, որ ավելի պատկերավոր լինի։ Մենք տեսնում ենք, որ լինում են անջատումներ, որոնց մասին քաղաքացուն նախապես տեղեկացված չի լինում քաղաքացին։ Երբևէ տեսել եք հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը գնահատական հարցի շուրջ։ Ում գործառույթ է ներողություն։ Անմիջական հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի։ Բայց եթե մենք վճարում կամ ուշացնում ենք անմիջապես։ Իհարկե, անմիջապես, բայց տեսեք, մեզ չեն տեղեկացնում, որ լինելու անջատումներ, ընդ որում անգամ լուսավորները քաղաքի չեն աշխատում, հա տեսնում ենք երթևեկությունը, ել չեմ քննարկում, թե որքան է հոսանքի տատանման հետևանքով տեխնիկան վնասվում քաղաքացիների եւ
դատական քաշքշուկից ուղղակի խուսափելու համար սպասարկում իրականացնող, հա, ընկերությունները մի քանի հազար դրամի համար ուղղակի դատական քաշքշուկի մեջ չեն ուզում ընկնել։ Լավ, հիմա կոնկրետ դեպքի մասին խոսենք, ասում է սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ։ Կարող եք ենթադրել, թե ինչ ասեմ, եկեք մի փոքր էլի հետ գնանք, հա, դեռևս 1 տարի է, չի նոր է լրացել 1 տարի, երբ Հայաստանի Հանրապետությունում թանկացավ էլեկտրաէներգիա եւ գազի զուգահեռ եւ գազի պարագայում մեծ աղմուկ բարձրացավ, սա այսպես էլեկտրաէներգիայի պարագայում չբարձրացավ, ընդ որում նույն ժամանակահատվածում դիրքորոշումը եւս շատ էին հետաքրքրում եւ ես խուսափում էի գնահատական տալուց, որովհետեւ անկեղծ են կարծիքները, որ դա չի բխում սպառողի շահից, հիմա մեկնաբանեմ ինչու, որովհետեւ ինքս գիտակցում էի, որ անհրաժեշտ է պահել սպառման ծավալների բալանսը, հարաբերական բալանսը, եւ եթե էական աճի գազի սպառման ծավալի գինը եւ զուգահեռ դրան համապատասխան բալանսավորված չափով չավելանա էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, ապա միգուցե հետագայում հերթական գնաճ ունենան գազի ծույլում, իսկ որպես վառելիք անգամ էներգիա, որպես էներգիա գազը ավելի հարմար միջոց է։ Եթե գազը թանկացավ, էլեկտրաէներգիան նույնն էր մնում։ Զուտ իհարկե, բնականաբար, անգամ այս պարագայում շատերը ընտրեցին էլեկտրաէներգիան, երբ համաչափ թանկացում եղավ, ել չեմ քննարկում, եթե թանկացում չներ։ Շատերը ուղղակի տեղափոխվեին որպես ժողովրդական համակարգ էներգետիկա, էլեկտրաէներգիայի ընտրություն կատարեին, գազի սպառման ծավալները կնվազեն եւ որովհետեւ մենք ձեռքբերող երկիր ենք, ոչ թե սեփական արտադրություն չունենք, գազի բնականահումք չունենք եւ բնական է որ գազի ոլորտում ունենալու ենք հերթական գնաճը։ Ներեցեք, սա ձեր դիտարկումն է, ձեր եզրահանգումը, թե պաշտոնական բացատրություններ։ Ես ցավոք սրտի պաշտոնական բարձրաբանում չեմ լսել, բայց այս կերպ փորձում էի արդարացնել այն գործընթացը, որը երկրում տեղի ունենում, որովհետեւ հոգու խորքում հասկանում եմ, որ սա կբերի գնաճի։ Բայց պաշտոնական բարձրաբանում չկար եւ նույն հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը նախորդ տարի թանկացման հետ կապված ոչ մի մեկնաբանություն չի տվել։ Հիմա նույն հանձնաժողովը տալիս է հերթական մեկնաբանություն։ Եկեք նույն հանձնաժողովին եմ ուղղակի հարցս ուղղում, որովհետեւ ես ինֆորմացիան տիրապետում եմ։ Արդյոք մեր հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը տեղեկացված է, որքանով են իրացվում հիդրոէլեկտրոկայանից էլեկտրաէներգիայի գինը։ Ծավալները թե սակագինը։ Չէ, այդ թվում սակագինը, թե ծավալները, թե սակագինը, որքան է կազմում։ Արդյոք մոտ է անգամ ավելացված արժեքի հարկի մասով այն գնին, որ իրենք հրապարակում։ Եվ ի վերջո եւ մոտ է, մոտ չի։ Բավական հեռու է։ Բավական հեռու է, բավական ավելի մատչելի է։ Բավական։ Այսինքն ինչն է մատչելի։ Սակագինը ավելի մատչելի է։ Իհարկե։ Շատ ավելի մատչելի է։ Այն իրացումը, որ իրականացվում է հիդրոէլեկտրանի կողմից, շատ ավելի ցածր է, քան այն, ինչը որ մենք որպես սպառող վճարում ենք էլեկտրաէներգիայի համար։ Դա ուրիշ խնդիր։ Շատ ավելի ցածր գին։ Իսկ զարմացած է, ինչպես կարող է ինքնարժեքից ավելի ցածր։ Չէ, ինքնարժեքից ցածր չէ։ Այն մեր վճարած գումարից շատ ավելի ցածր է հիդրոէլեկտրոկայանների վաճառքի գինը։ Եվ այս պայմաններում տարածել հայտարարություն, որը ոչինչ չի տալիս դերության քաղաքացուն, ընդհանրապես մեր երկրում ձևավորված է տենդենց, որ պաշտոնական հայտարարություններ են տրվում իբրև որպես դբած եւ թափանցիկ աշխատանքի հետևանք, այնինչ իրականում բացարձակ ոչինչ ասված չի լինում հայտարարություն։ Սրա ինչն է բաց եւ թափանցիկ։ Իհարկե, ոչինչ ասված չի։ Առաջ են եկել, չգիտեմ ինչ, որի համար լրացուցիչ գումար է անհրաժեշտ։ Օրինակ, ես կարդալուց ինչ պիտի հասկանամ, ասենք, հա, թե ֆինանսական կայունության եւ սպառումների համար ավելի ճիշտ Ես ուղղակի ուզում եմ քննարկել, եթե քննարկում ազդող գործոնների էական փոփոխություններ, ինչ ազդող գործոններ։ Ես ընդհանրապես մի հարց եմ ուզում քննարկել։ Եթե հանրային հարցեր կարգավորող հանձնաժողովին սպասարկման որակը երբևէ եղել է հետաքրքիր, ինչու տարիներ շարունակ երբևէ չենք լսել հայտարարություն, որ դատապարտում է այս գործընթացը, երբ տեսնում ենք, որ ունենք անկանոն անջատումներ, որի մասին քաղաքացին տեղեկացված չէ։ Ինչու ոչ մի քայլ չի ձեռնարկվել ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ինչու հենց երթը հասնում է նրան, որ պետք է կարգավորել որևիցե խնդիր, որը բխում է քաղաքացու շահից, հանրային հարցերով հանձնաժողովը կատարյալ լռություն է պահպանում, եւ ինչու հենց երթը հասնում է, որ արդեն պետք է գործ ունենանք, այսպես ասեմ, հա բիզնես, չնայած այդքան էլ բիզնես շահ չի, մենք բոլորս հասկանում ենք, բայց այս դեպքերում շատ ակտիվ է դառնում հանրային հարցերով հանձնաժողովը։ Ես ինչպես պիտի տեղեկացված եւ համոզված լինեմ, որ ինչ չեն խափում եւ չեն մոլորեցնում հաշվարկների մեջ։ Սա մեկ։
Ինչպես պիտի տեղեկացված եւ համոզված լինեն, որ նախընթաց տարիներին ստացած շահույթը արդյունավետ է օգտագործվել եւ այդ շահույթից համապատասխան մասնաբաժին է հանվել եւ ներդրվել համակարգի մեջ, որպեսզի արդյունքների վրա ազդող գործոններ չլինեն եւ փոփոխություններ չլինեն։ Իրականում, եթե մենք գործ չունենայինք այս համակարգի հետ, մենք այդ հնարավորությունը կունենայինք։ Բայց տվյալ պարագայում մենք բոլորս ենք հասկանում, որ չունենք։ Եվ սա միակ ոլորտը չի, որին հիմա մենք անդրադառնում ենք։ Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի տիրույթում գտնվող մի շարք այլ ոլորտներ կան, որտեղ եւս նույն խնդիրն առկա։ Նույն ջրի սպասարկումը, որովհետեւ տեսեք, մենք քննարկում ենք մինչեւ 2016 թիվ կունենանք այսպիսի արդյունք, բայց չունենք ժամանակացույց։ Եվ 2016 թվականին ընդհանրապես կփաստենք հերթական խնդրը, որ չապահովվեցին։ Մինչդեռ ընդհանրապես ունենում էինք ժամանակացույց հասկանալու համար, թե աճը, հա, ապահովումը համապատասխանած թե ոչ, եւ հասկանում էինք, որ այսօր չեն իրականացվում աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն։ Նույնը այսօր հանրային հանձնաժողովի կարգավորման գործընթացը չնայած կատարյալ լռությամբ է եւս դրսևորում է կատարյալ լռություն, հանրային տրանսպորտը։ Միգուցե այսօր օրենսդրությամբ այդ լծակը տրված չի, բայց շատ ներողություն գիտենք, թե ինչպես են ընդունվում Հայաստանի Հանրապետության օրենքները եւ ինչպես են ընդունվում կառավարության որոշումները եւ գիտենք, որ լիազոր մարմինները նախագիծ ներկայացնելու լիազորություն ունեն։ Այսինքն, եթե հարկ կար փոփոխություն ներկայացնելու, ընդհանրապես պետք է նախաձեռնել այդ փոփոխությունը եւ այդ փոփոխությունը վաղուց կատարված կլիներ։ Նույն տրանսպորտային համակարգում տարիներ շարունակ չիրականացվեցին ներդրումները եւ եկանք հասանք քաոսային առջեւ, երբ փորձ էր արվում այս վիճակը փրկել սակագինը բարձրացնելով, այնինչ անգամ այդ պարագայում հաշվարկները ցույց տվեցին, որ գրագետ կառավարման դեպքում անգամ այսօրվա վիճակն է հնարավոր փրկել առանց սակագնի թանկացման։ Ես չեմ ուզում խորանամ այն գրագիտության, այն տարական կանոնների չիմացության շատերի։ Այս ուղղությունը դա շատ ավելի խոր արմատներ ունի, շատ ավելի հետ պետք է գնանք եւ շատ ավելի ուշ կարող ենք ակնկալել արդյունքներ, եթե հաշվի առնենք, որ կրթական մակարդակը պետք է երկրում փոխվի, բայց իրականում մի քիչ զավեշտալի բան եմ ասում, բայց անգրագիտությանը կա չափ եւ ի վերջո պետք է հասկանանք, որ սիրողական մակարդակում նման խնդիրները չի կարելի լուծել եւ գոնե մի փոքր ավելի առաջ պետք է նայել։ Տրանսպորտի մասին խոսեցիք, դուք նմանություն տեսնում եք հանրային տրանսպորտի թանկացման, հաշվարկների եւ արդարացումների եւ այս պարագայում էլեկտրաէներգիայի հաշվարկների եւ թանկացման հետ։ Ասեմ, խիստ մասնակի եմ տեսնում, ասեմ ինչու, որովհետեւ տրանսպորտի հաշվարկները երբ ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի կողմից ժամանակին ընդամենը հաջորդ օրը առավոտյան ես ունեի հակահաշվարկ, որովհետեւ գոնե կար բացված, իհարկե հետագայում քաղաքապետարանում արդարացան, որ դա իրենց հաշվարկները չէր, դա մասնավորի ներկայացված հաշվարկներն էին, բայց այդ ամեն ինչը ներկայացվեց քաղաքացուն։ Այսօր անգամ այն նվազագույն բացվածքը չկա, որպեսզի այսպես ասեմ կարողանանք ծիծաղել եւ ասել Ախր ինչպես չէ, որ սա այսպես չի, ինչպես եղավ տրանսպորտի դեպքում, հա, տրանսպորտի պարագայում օրինակ պարզվում էր, որ մեկ միկրոավտոբուսը ամսական կտրվածքով տեղափոխում է, չգիտեմ, 6000 մարդ, դա նույնն է թե մի 20 կիլոմետր տեղափոխվելուց ընդամենը 8 կամ 10 մարդ տեղափոխել է, նման մի քիչ սայրահեղացրեցի թվերը, բայց պատկերը, հա, աբսուրդի հաստող թվեր կային, որոնք արդեն դարձան տեսանելի, երբ որ տալիս են բացվածք։ Իսկ երբ բացվածք չկա եւ հանրայնացված չեն այն խնդիրները, որոնք կան, ապա անելիք այդպեսին, որպեսին մենք չունենք։ Հիմա տեսեք, ես չեմ կարող ընդհանուր հիմա տրամբանական կառուցվածքներից խոսել, որովհետեւ փաստաթղթի հետ ուղղակի ծանոթ չեմ, բայց այն, որ հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովից հնչող ոչ մի տեղեկատվություն չի կարող վստահելի լինել եւ վայելել հասարակության վստահությունը, սա ուղղակի փաստ է, որի հետ պետք է հաշվի նստի հենց հանրային հարցերը կարգավորող։ Նմանություն ասելով ես նկատի ունեի այն տպավորությունը, հանրային այն տպավորությունը, որ նախընթաց տարիներին, երբ որ լինի հանրային տրանսպորտը, թե էլեկտրաէներգիայի արտադրություն, վաճառքը, երբ որ ընկերություններն աշխատել են շահույթով, այդ շահույթը օգտագործել են ինչպես ասեց, բայց ոչ մասհանումներ անել համակարգի համար, որպեսզի հետագայում նման խնդիր, այսինքն շահույթը քամում ենք մինչև վերջ, հետո խնդիր ենք ունենում, ժողովուրդ խնդիրը առաջացել, փող տվեք։ Մոտավորապես այս պատճառով է ասում, պետք է գնանք հետ։ Առաջին, եթե կհիշեք, հենց ի սկզբանե ասացի պետք է հետ նայել։ Տարիներ շարունակ երբևէ հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովը քննարկել է, որ առանց իրազեկելու քաղաքացուն անջատումները տեղ ունեցել, ինչի իրավունքն ուղղակի չուներ տնտեսվարող։ Հա,
Ծառայություն մատուցողը դրա իրավունքը չուներ։ Երբևէ պատասխանատվություն ենթարկվել է թե ոչ։ Սա ուղղակի այս ամեն ինչը ուղղակի ոչ թե ենթադրություն է, այլ համոզմունք հայտնելու առիթ է հանդիսանում մեր համար, որ իրականում հերթական անգամ շահույթի հերթական չափաբաժինն ավելացնելու փորձ է արվում, ընդ որում ասեմ, որ նման գործընթացները, որոնք որ տեղի են ունենում, բխում են նաև իշխանությունների շահից, ասեմ ինչու, որովհետև բարձրաձայնվում է խնդրի շուրջ բարձրանում է հանրային մեծ աղմուկ, գործընթացը մտնում է ինչ-որ սառեցման փուլ, այսինքն չի իրականացվում եւ բնականաբար իշխանությունը ձեռքաբերում հեղինակություն, որովհետեւ հասարակությունն ընդվզեց եւ հաշվի նստեցինք հասարակության այս փիլիսոփայությունը սկսում է գործել։ Այսինքն եթե թանկացումը չլինի, նման հայտարարություն կարելի է շաբաթական երկու անգամ ասեմ շատ շտապեմ նման գնահատական տալու, որովհետեւ բացվածք չկա, բայց կարծում եմ, որ սա այդ դեպքերից է լինելու, ասեմ ինչու, որովհետեւ ի ուրախություն մեզ կարծես ձևավորվել է տրադիցիան, երբ պահանջատերը հասարակությունը քաղաքական դաշտում կարծես ավելի ակտիվ են տնտեսական գործընթացների նկատմամբ, ավելի պահանջատեր են եւ այս փորձը թափանցիկ աշխատելու փորձը ամենայն դեպս իշխանությունների կողմից արվում է եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են, իսկ դժվարը փաստաթղթերը ձեռք բերելն է, որովհետեւ փաստաթղթերն ունենալուց հետո ուղղակի շատ հանգիստ տնտեսական վերլուծություն է հնարավոր։ Ես մի քիչ կասկածում եմ, որ այս դեպքն է, քանի որ այս պարագայում թանկացումը շատ մեծ չափի չի, որ միանգամից այսպես ասեմ ձեզ 10%-ը բավականին մեծ է եւ ի վերջո տեսեք նման գործընթացների այս գործընթացի դեպքում ինչ է տեղի ունենալու կրկին գնաց չէ որոշակ միգուցե գնաց ունեցել է որոշակի անհամարժեքություն գազի եւ էլեկտրաէներգիայի եւ միգուցե այս հերթական աճնա որ վերելու գազի սպառման ծավալների փոփոխության բայց մյուս կողմից մենք հիշում ենք գազի սպասարկման որակի եւ այլնի հետ հանրային մեծ աղմուկը որը բարձրացավ ձմեռը այսինքն գազը այն գնով որով սպասարկվում էր ըստ էության չէր ապահովում այն եկամուտները որոնք որ ակնկալվում են եւ հնարքների ստիպված են եղել դիմել տնտեսվարողները այդ եկամուտներն ապահովելու համար եւ հետագայում այդ հնարքները չդիմելու համար պետք է ձեռնարկել այլ քայլեր եւ եթե այս ճնշումը գալիս է ոչ թե էլեկտրաէներգիայի գինը թանկանում է իրականում ելնելով գազից սա արդեն լրիվ այլ տիրույթում է եւ իրականում ինչ եմ ասում շատ հաճախ ես չեմ սիրում ժամանակավրեպ վերլուծություններ անել, որովհետև ընդհանուր ենթադրություններ են, դատողություններ անել չի կարելի, որովհետև դատողություններ կարելի անել որոշակի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, իսկ մենք ոչ մի փաստաթուղթ չունենք, բայց մենք կարող ենք անել մի դատողություն եւ փաստել ուղղակի դատողությունն էլ չի, փաստենք ընդհանուր մեկ բան, հանրային հարցերով հանձնաժողովը վերջի տարիների ընթացքում երբևէ հասարակության շահից բխող որևէ հայտարարություն չի իրականացրել։ Հայաստանի Հանրապետություն գործող միակ կառույցն է երևի, որ ոչ մի անգամ աչքի չի ընկել հասարակության շահից ելնելով որևէ նախադասություն ասելու ունակությամբ։ Մնացած բոլորը հիմնականում վատ, մի քանի անգամ լավ, կամ ինչ-որ տարբեր հարաբերակցությամբ, բայց եղել են դեպքեր մեկ անգամ գոնե, եւ որևէ հայտարարություն era, որը բխում է քաղաքացու շահից։ Հանրային հարցերը կարգավորող հանձնաժողովի կողմից չենք կարող հիշել մեկ հայտարարություն։ Այսօր հայտարարության մեջ կես նախադասություն կա։ Ասենք համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության, դա քաղաքացու շահի, դա բիզնեսի շահի։ Եվ սպառողներին հուսալի եւ անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով ներողություն, բայց երբևէ հանրային հարցերով հանձնաժողովը ներկայացրել է մեկնաբանություն, թե ինչու այդ հուսալի համակարգը չկա մինչ օրս։ Մենք ունենք տարիներ շարունակ դժգոհ հասարակություն, ունենք չկանոնակարգված անջատումներ եւ տեսնում ենք անտարբերություն, այսինքն տարբերության քաղաքացիների հոգսը կիսելու ունակությունը, չեմ կարծում, որ այս կառույցին տրված է։ Տրանսպորտից խոսեցինք, ավարտենք, շարունակենք նորից վերադառնանք թեմային, այդ հանձնաժողովի աշխատանքներից ինչ-որ տեղեկություններ ունեք։ Ես հանձնաժողովի անդամ եմ, ասեմ, ես հանձնաժողովի անդամ եմ, վերջին նիստը ապրիլ ամսին էր։ Եվ վերջում քննարկվում էր, որ վերջում որոշվեց, որ առաջարկություններ պետք է ներկայացվեն հանձնաժողովի անդամների կողմից։ Ես 15 օր ժամանակ էի խնդրել, որովհետև առաջարկություն պատրաստել եմ մեկ օրում, ուղղակի հնարավոր չի կարելի գործ չանել մեկ օրում, բայց աշխատելու համար օր էր պետք եւ անգամ ուշացրած եմ ներկայացել առաջարկությունը, որովհետև դիմել էի մի քանի փաստաթղթեր ստանալու համար, ժամանակատար էր եւ դիմել եմ ապրիլի 28-ին։ Մինչ օրս անգամ հարցեր եմ ուղղել, ոչ մի պատասխան չեմ ստացել, բայց փաստել եմ, բարձրաձայնել եմ նաև եւ ոչ մի հակադարձ պատասխան չեմ ստացել,
այսպես կոչված միջազգային փորձագետների եւ լուրջ հետազոտություն իրականացնող մեր տեղական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունը ըստ հրապարակված թվերի ունի այնպիսի կոպիտ սխալներ, որոնք սիրողականից են ցածր մակարդակի, այսինքն տարական դպրոցական մաթեմատիկայի կանոններից են պարբերաբար շեղվում, եւ ես սրա մասին բարձրաձայնել եմ դեռևս 1 ամիս առաջ, եւ մինչ օրս որևիցե արձագանք չկա։ Պարզ ասեմ, չեմ ուզում այսպես մեղադրել քաղաքապետարանին, որովհետեւ ոչ թե քաղաքապետարանը անում է լավ, այլ չեմ ուզում ավելորդ լարվածքոն ստեղծել, որովհետեւ հասկանում եմ չինովնիկական մոտեցումն է, մեր երկրին, եթե քննադատում են, մեկը արդեն քննադատում են։ Այս պահին ասում եմ, միջազգային փորձագետը արել է վատ իր գործը։ Հիմա կսպասենք, տեսնենք, քաղաքապետարանը ուրախ է, որ այդ փորձագետը վատ է գործ արել, թե ուրախ չի։ Դրան երկար սպասել կարծում եմ չմնաց, բոլորիս շատ պարզ է եւ հասկանալի, հա։ Վերադառնանք էլեկտրաէներգիայի սակագնին, հավանական թանկացումը միջին վիճակագրական ընտանիքի վրա մոտավորապես ինչ կարժենա ամսվա կտրվածքով եւ եթե ունեք նման դիտարկումներ եւ մոտավորապես ինչի կբերի նաեւ սրան զուգահեռ համընթաց թանկացումների ինչի ունեմ, հա, մի քիչ տարօրինակ է, որ ունեմ, բայց լրիվ այլ ուսումնասիրություն ենք անում, այլ պատկեր ստացանք 2013 թվականին հաշվի առնելով հասարակության որոշակի անտարբերությունը մենք իրականացրեցինք ուսումնասիրություններ, որպեսզի մեր աշխատանքները բացի ռիսկերից պլանավորենք նաև այնպես, որ կարողանանք անդրադառնալ հասարակությանը հուսող խնդիրներին։ Այսինքն սպառողական դաշտում ինչն է հատկապես անհանգստացնում է քաղաքացին։ Եվ ցավալի իրականության բախվեցինք։ Ենթահարցերը, որոնք որ մենք էինք ներառել մեր հարցաշարում, կրում էին անվտանգության հարցը, այսինքն քաղաքացու կյանքի եւ առողջության սպառնացող վտանգներից ենք խոսում, բայց այդ ենթահարցերը կարդալուց հետո ինչն է ձեզ հիմնականում անհանգստացնում, թանկագազը եւ լույսը։ Այսինքն կան ամիսներ, հատկապես ձմռան ամիսներին, երբ քաղաքացին պատրաստ է անգամ ցավալի իրականություն է, իհարկե, բայց պատրաստ է անգամ վտանգավոր մթերք օգտագործել, բայց կարողանա վճարել գազի կամ էլեկտրաէներգիայի համար, այսինքն մեր նվազագույն զամբյուղի մեջ թե որքան տոկոս է կազմում, դա ուղղակի աբսուրդ է ասում, դա հաշվարկման անգամ ենթակա չէ, հա, որովհետև հաշվի առնենք նվազագույն կենսաթոշակը եւ մեկ ընտանիքի միջին ամսական գազի կամ էլեկտրաէներգիայի ծախսը աբսուրդի հաստող թվեր են, իհարկե թվերի աշխարհը այնպեսին է, որ տարբեր մանիպուլյացիաներ կարելի անել, ես չեմ ուզում ծայրահեղացնել, որպեսզի հակառակ ծայրահեղացում չլինի, բայց սա միջին քաղաքացու համար, հա, ուղղակի տեսանելի է, բոլորս են գիտակցում, որ հիմնական մասը կազմում է մեր ձմեռվա ընդհանուր ամսական միջին ծախսի, հիմնական մասը բաժին են գնում գազի եւ էլեկտրաէներգիային, եւ էլեկտրաէներգիայի 3.8-ից 4.2 դրամի մասին հրապարակվել է, դա գերազանցում է անգամ 10%-ի շեմը։ Իսկ հետաքրքիր է, որ 3.8-ից 4 քանից է գրում, չի գրում 10%, ինչու, հա, տրամադրությունները շատ չեն 10%-ը դա բավականին մեծ է, եթե մոտավոր համեմատական անենք, այսինքն 30-40 հազար դրամ, պարագայում 3-ից 4 հազար դրամ, հիմա 4 հազար դրամը իրականում դա մեծ գումար է թե փոքր, եթե հաշվի առնենք նաև նվազագույն աշխատավարձը մեր երկրում, իհարկե շատ մեծ գումար, իհարկե։ Մամուլում տեղեկություններ են շրջանառում նաև գազի թանկացման մասին, ավելին ասվում է, որ գազը ոչ թե պիտի թանկանա, այլ արդեն թանկացել է եւ դարձյալ մեզ չեն ասում, որ տրամադրություններից չլինի երևի։ Եկեք, կա այդպես բան տեղեկություն։ Մինչև գազին անդրադառնալը տարօրինակ ահազանգ եմ ստացել, որը 2 օր հետո իհարկե ճշտեմ ամբողջական ներկայացրել եմ գրություն։ Հարևաններից մեկը ականատես էր եղել, որ Ջերմուղի աշխատակիցը իր մտերիմին կողքի հարևանին ասում է, թե ինչու պայմանագիր չես կապել, պայմանագիր կապի, ավելի էժան կվճարես։ Հետաքրքրությունից ելնելով մոտեցել էր Ջերմուղի աշխատակցին, ջրի դիմաց, ասել էր, թե ինչ էր, բա այո, դե եթե գնաք պայմանագիր կապեք 5 դրամ ավելի էժան է, որ չեք կապել, ասում եմ զարմացած ասացի, դիտմամբ չեք ասում, որ հանկարծ չշփոթվենք, պայմանագիր չկապենք, ավելի էժան չվճարենք։ Մեր գազի հետ կապված մեր երկրում եղել են խայտառակության հասնող, հա, երևույթներ։ Անհասկանալի բարդ, որը մինչ օրս քննարկվում է ազգային ժողովում։ Տեսեք, մենք ունենք գնահատական։ Ներողություն, մենք ունենք ազգային ժողովում բարձրաձայնված, ասենք, ընդդիմությունը բավական մեծ տոկոս է կազմում, 50%-ը ցավոք չի անցնում, որ կարողանա էական քաղաքական խնդիրներ լուծել, բայց խնդիրներ բարձրաձայնելու համար բավականին մեծ
տոկոս են կազմում, ունենք ընդդիմության կողմից բարձրաձայնված հարցեր, ունենք քաղաքացիական հասարակության կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցեր։ Որևիցե հարց պատասխան պարզաբանում ստացել է մեր երկրում։ Մինչ օրս մեր քաղաքացին կա ինչ-որ բողոքի ամենաբարձրագույն մարմին ևս կա, հա։ Պետք է բոլորս իրականությանը այդ բաց աչքերով նայենք եւ ավելորդ պոպուլիզմ, ավելով ինքնահավանություն, ինքնավստահություն ցուցաբերենք։ Եթե ինչ-որ հարց հասել է արդեն ազգային ժողով եւ այդ մակարդակում ընդդիմադիր դաշտում գերակտիվ քննարկմանը հասել, դրանց ավել միայն փողոցային պայքարն է։ Ավելին ուղղակի լինել չի կարող։ Այս հարցում ով ինչքան կարող է պետք է ընդդիմադիրներին օգնի, որպեսզի ել ավելի փաստարկված լինի մասնագիտական հարցերում, եթե իհարկե քաղաքական ընդդիմությունը դրա կարիքն ունի, բայց առաջ դրանից ավելին գնալու հնարավորություն ուղղակի ցավալի իրականությունը բաց չկա, այսինքն քաղաքացիական հասարակության եւ հասարակական կազմակերպությունը ինչու՞ չէ հիմնական գործառույթը, առավելագույն գործառույթը հասցնել ազգային ժողովի ընդդիմադիրներին, որպեսզի մտնի հարցը քննարկման։ Եվ տեսեք, կարծես իրականացվեց այսքան։ Չէ, տեսեք, կան պայքարի տարբեր մեխանիզմներ, փողոցայինից մինչև ազգային ժողով, հա, եւ ընդ որում պետք է փաստենք, ֆիքսենք, սա քաղաքական ընդհանուր, հա, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա։ Այս եւս փողոցը եւ ազգային ժողովից դեպի փողոցը եւս կարգավորվում է հասարակություն եւ իշխանություններից դժգոհ զանված, այդ թվում քաղաքական ընդդիմություն հարաբերությունների ներսում։ Եվ այստեղ ավելորդ ամբիցիաներ դրսևորել 3 հոգու մոտ պոպուլիստական հայտարարություն անել, որ մեզ փողոց չհրավիրեցին, պետք է հասկանանք, որ 40-50% զայն ունեցողները գիտակցում են եւ ավելի հավասարակշռված են գործընթացն իրականացնում, հասկանալու այս պահին արդյոք դեռ հասել է փողոց դուրս գալու ժամանակը թե ոչ։ Լավ, մեր ժամանակ արդեն սպառվում է 2 րոպե, 2.5 րոպե ժամանակ ունենք։ Մենք ընդհանուր հարց հասկանում ենք, որ 2 րոպեում հնարավոր չի պատասխանել, այդուամենայնիվ ընդհանուր գծերով։ Լավ, սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը այլ երկրներում, ավելի զարգացած երկրներում ինչպես է կարգավորվում, ինչ մեխանիզմներով, մենք շատ հեռու ենք նման մեխանիզմներով։ Բավական հեռու ենք, ասեմ ինչու, որովհետև պաշտպանված սպառող ունենալու համար տարիներ շարունակ լեքցիաներ էին գրվում մի քանի էջի սահմաններում, հետո շատ կարճ սահմանվեց։ Որպեսզի սպառողը լինի պաշտպանված, պետք է պետական վերահսկողություն եւ պետական աջակցություն, հանրային վերահսկողություն եւ հանրային աջակցություն։ Այս ամեն ինչը ծնում է բիզնես միջավայրը, համապատասխան օրենսդրություն եւ սպառողը լինում է պաշտպանված։ Մեր երկրում չանդրադառնանք այսօր, հա, հասարակականին, որտեղ դա շատ ավելի երկար է, բայց պետական դաշտում հետեւյալն է. մենք ձեզ չենք վերահսկում, այդքանով աջակցում ենք։ Այսինքն ստացվում է, որ միաժամանակ երկուսն էլ չի արվում, ոչ վերահսկողությունը, ոչ աջակցությունը։ Եվ այս պարագայում չեն կարող երբևէ ունենալ պաշտպանված սպառող, որտեղ սպառողի պաշտպանության համար երկուսի միաժամանակ գործելն է կարևոր։ Եվ վերահսկողությունը խստագույնս եւ աջակցությունը հարկ եղած դեպքում։ Իսկ մեր երկրում էլ եմ կրկնում, լավագույն աջակցությունը վերահսկողություն չիրականացնելն է, այսինքն երկուսի բացակայությունը միաժամանակ։ Ոչ աջակցություն, ոչ վերահսկողություն։ Եվ չպաշտպանվածությունը շուտով էլ ավելի բազմիցս խոսվում է, ես ուղղակի եթե 1 րոպե ժամանակ ունենք, տիպիկ օրինակ բերեմ, որ ավելի պատկերավոր լինի, բազմիցս խոսվում է, որ մեր տեղական արտադրանքը մրցունակ չէ։ Եվ մենք սրա մասին փաստում ենք ավելի քան 10 տարի։ Ներողություն, մենք ինչ քայլ ենք իրականացրել տեղական արտադրանքին մրցունակ դարձնելու համար։ Երբևէ ներկրողից ավել վերցրել ենք, տվել ենք տեղական արտադրողին, որ այսօր բալանսավորված։ Ահա վերահսկողություն եւ աջակցություն ամենապրիմիտիվ անվտանգությունը ընդամենը ընդ որում ասեմ ոչ միայն պետք է վերցնել, վերահսկել եւ վերցնել գանձել, գանձած գումարն էլ ոչ թե պետք է գրպանել, այլ պետք է տալ տեղական արտադրողին, որպեսզի զարգանա 3 տարի հետո եթե չի կարողանա հասնել ներկրածին, այս ուղղության վրա խաչ քաշել եւ հասկանալ այս ուղղությամբ պետք է ներկրել, այլ ուղղություն զարգացնել։ Այս հարցերում ինքնաբավ ենք, այս հարցերում ինքնաբավ չենք։ Միշտ էլ եղել ենք որոշ ուղղություններում ներկրող երկիր։ Այդ թվում սովետական միության տարիներ։ Բայց պետք է ուղղությունները չի զարգացնել։ Իսկ մեր երկրում ընդամենը տարիներ շարունակ մենք փաստում ենք եւ այս ցավալին նա որ եւս տարիներ փաստելու ենք, որ մեր արտադրանքը մրցունակ չէ։ Մի պատճառը, որովհետեւ մենք ոչինչ չենք անում մրցունակ դարձնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Այսքանը սա երկրի հարցը ծրագիրներ ես այսօր զրուցում էի Իրազեկ եւ պաշտպանված սպառող կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Լավ մնացեք։ Ցուցադրման հովանավոր Նոր տուն, ջերմություն ձեր ընտանիքում։
Նոր տուն խանութների ցանցի հերթական անակնկալը ձեզ համար։ Եվրոպական լամինատե հատակների մեծ տեսականուց ձեռք բերեք ցանկացած մոդել եւ ստացեք 20% զեղչ, բայց սա դեռ ամենը չէ։ Մինչև հուլիսի 1-ը գնումներ կատարելու դեպքում կստանաք նաեւ բարձրորակ շրիշակներ, ձայնա եւ ջերմամեկուսիչ պարալոն, հատակը մաքրելու բարձրակարգ գերմանական հեղուկ։ Նոր տուն, ջերմություն ձեր ընտանիքում։